Ես հավանություն տալիս եմ իշխանության այս քաղաքականությանը, համարում եմ, որ երանդով չի անում դա, կարելի ավելի երանդով դա անել, բայց այդ որ Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերություններ է սկսում, այ երբ որ պետք է ասում է ոչ, այ դա է ինձ դուրգա, որ ասում է ոչ, ձեր օդեկաբեին ասում եմ ոչ, ձեր երկաթուղուն ասում եմ ոչ։ Երբ է դες բան ասել։ Օդեկաբեին։ Օդեկաբեին էլ երկաթուղին մի երկու օր առաջ։ Ասեց նոր կառուցվող հատվածը։ Ասեց չէ կամ արեք, չէ, այ դա էր ինձ դուր եկավ։ Ասեց կամ աշխատեք, կամ մենք ձևը գիտենք, մենք ինքներս կանենք, այսինքն մենք կանենք։ Կամ դուք ձեր գործը արեք, ապահովեք մեր անվտանգությունը, կամ թողեք գնացեք, տեղը մի զբաղացրեք։ Այ դա էր նշանակում։ Հաջորդը կարող են լինել գազամուղը, կամ մեզ ջրի գազ տվեք, կամ մենք գազի տեղը գիտենք, կբերենք, կամ մեզ բենզին տվեք, կամ մենք տեղը գիտենք, կբերենք։ Այդ իմաստով ինձ դուր է գալիս այս քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքական կուրսը, որ ինքնուրույնություն, ասենք արժանապատվություն եւ համարձակություն է ձեռք բերել։ Այդ չափով ես ուզում եմ, որ իրենք ավելի իդեպ մենք մի անգամ եղել ենք Ռուսաստանի հետ այդպես 1990 թվականին, երբ ռուսները գնացին Հայաստանից։ Դուք գիտեք, որ գնացել են։ Ցավալի բան է։ Նրանք հեռացան։ Ցավալի, այսինքն դժվար շրջաններ նկատի։ Չէ, որ այդպես եղավ։ Ես կուզենայի, որ մենք նվաճեինք, որ մենք վռնդեինք։ Բայց այնպես առավոտ արտացանք, տեսանք, որ ռուսները գնացել են, հայտարարել են, որ դուրս են գալիս սովետական միության կազմից։ Բա մենք վեր կացան, մերոնք լաց էին լինում, ինչ բաներ, ողբում էին, ասում են ուր եք գնում, բա Հայաստանը, դրանից 45 օր հետո սպասել ենք մենք, որ գուցե հետ գան, գուցե թյուրիմացություն է, ռուսները հետ կգան, 45 օր հետո նոր մենք հռչակեցինք անկախ, նախավերջինն էինք, բոլոր սովետական սոցիալիստական հանրապետությունները հերթով սովետական միությունից դուրս եկան 13-րդը մենք դուրս եկանք մեզանից հետո Թուրքմենիան, այսինքն մեզ մի անգամ Ռուսաստանը լքեց ու այդ ժամանակ գործընկերային էին մեր հարաբերությունները։ Լևոն Ակոպիչը, օրինակ Ռուսաստանի ղեկավարը Բորիս Ելցինը, չէ, բոլոր իր ծրագրերի մեջ որպես գործընկեր հրավիրում էր Տեր-Պետրոսյանին, Լևոն Ակոպիչ, ես անենք, են անենք եւ այլ։ Ես Գերագույն խորհրդի պատգամավոր էի այդ Գոսդումայում բարբերաբար հյուր էի լինում, այնց մենք ասում ենք, սա ուզում ենք, նա չենք ուզում։ Սա հարմար է մեզ, սա հարմար չի։ Մենք համաձայն չենք աջակցի, չենք ընդունում, չենք գա, դուք էլ մի եկեք, այսինքն այդպես ենք խոսում գործընկերային, թող այդպես լինի, որ հռչակենք, ինչ ուզենանք անենք, մենք հռչակեցինք ու դաշնակից եք Ռուսաստանին ասում ենք, եթե դաշնակից եք, ուրեմն անում ենք սա, եթե չեք գալիս, ուրեմն մենք ունենք դաշնակից, մեզ աջակցող կա։ Բայց տեսնում եք, այսինքն ձեր խոսքից ես հասկացա, որ դուք տեսնում եք այդ տոնայնությունը Հայաստանի իշխանությունների։ Այսքանի օր, այո, ես ասում եմ, որ վերջի ելույթը Նիկոլ Փաշինյանի, որ ասեց այդ երկաթուղին սարքեք, թե չէ մենք կվերցնենք։ Ես հույս ունեմ, որ գազամուղի համար էլ կասի, գազի գինը դարձրեք ձեր գազի գինը պլյուս տրանսպորտը։ Չէ, ձեր գինը պլյուս տրանսպորտը։ Բա իհարկե, բա ձեր առաքելությունը ո՞րն է։ Բա դուք ինչի եք իմպերիա, Վելիկայա դերժավա։ Այդ տիտղոսը պարտավորություններ է բերում։ Եթե դուք Վելիկայա դերժավա եք, ուրեմն ձեզ պահեք այդպես։ Եթե դուք կնյաժstvo եք Մոսկովսկայա, Մոսկալի, ուրեմն ձեզ պահեք Մոսկալի որպես։ Ուրեմն մեզ հետ խոսեք հարգելով մեր արժանապատվությունը եւ ձեզ պետք է նույնպես պատիվ բերի ձեր վարքագիծը։ Իդեպ միջերկրական ծովի այդ հատվածը, այդտեղ շատ կարևոր է նաեւ Եգիպտոսը, կարևոր է Ֆրանսիան, այսինքն այնտեղ Թուրքիան ունի լուրջ շատ լուրջ խնդիրներ։ Հիմա նրան այստեղ Հայաստանում, Վրաստանում խնդրեմ պետք չի։ Մի դիվիզիա կարող է, մի դիվիզիա կարող է մտնի Անկարա
եթե ինքը մի միլիոն զինվոր, ոնց որ առաջի համաշխարհային պատերազմի ժամանակ էր։ Այ ուր ուզենայինք կգնայինք, կհասնեինք, ուզենայինք կգնայինք, որտեղ նրանք կռվում էին Դարդանելում անգլիական նավատորմի դեմ, այդպիսի վիճակ է ստեղծվել, Թուրքիան հիմա շատ շահագրգռված է, որ այստեղ քրդական սահմանի վրա մենք Թուրքիա ենք ասում, հիմա սա քրդական սահմանն է, Արաքսի մյուս կողմում քրդական զանգվածն է, դա էլ է պրոբլեմ Թուրքիայի համար, մենք կարող ենք աջակցել, օրինակ Իսրայելը հիմա աջակցում է քրդերին, Ամերիկայի Միացյալ Նահանգները աջակցում են քրդական պետություններ են ստեղծվում Սիրիայում եւ Իրաքում, ուրեմն տեսեք ինչքան բան է Թուրքիայի համար, թուրք-պարսկական հարաբերությունները, ես հետևում եմ ռուսախոս ադրբեջանական կայքերին, նրանք ընդհանրապես Թեհրանը ուզում են, Թավրիզը չէ, Թեհրանն են ուզում, ասում են գնացեք ձեր Շիրազը պարսիկներին, ասում են գնացեք, հեռացեք, դա ձերը չի էլ եղել, ոչ էլ եղել է, այսինքն ադրբեջանա-պարսկական հարաբերություններն էլ շատ բարդ են, Ադրբեջանի համար Զանգեզուրը, ես չգիտեմ, որ երրորդ տեղն է զբաղեցնում, եթե խնդիր է դրված Բաքուն միացնել Թավրիզին, Թավրիզը միացնել Բաքվին, չենք խոսում Ռուսաստանի մասին Կասպից ծովում, հաջորդը այդ թուրքական Թուրան ծրագիրը, որ իրականանա, բանալին մեր մոտ է իդեպ, ընդհանրապես նրանց համար ճիշտ կլիներ, որ Թավրիզով ու Թեհրանով գնային Միջին Ասիա, իրենք են այդտեղ, չէ, բայց ուրեմն դա այնքան բարդ է, որ նրանք այս փոքրիկ նեղուցով են ուզում անցնել մեր, ուրեմն մեր մոտ է բանալին, ամերիկացիներն ասում են մի օրինակներ տվեք մեզ, ասում ենք վերցրեք մի քանի օրինակ կարող ենք տալ, գիտեք չէ, մի քանի օրինակով բացելու կանոնը, սեյֆեր կան, որ մի հոգի չի կարող բացել, պահարաններ, հիմա ես կարծում եմ, որ մենք պետք է ձեր օրակարգն եմ ես ուզում վերադառնալ, մենք պետք է օգտվենք մեր շանսը, մենք պետք է օգտագործենք, թող իրենք զբաղվեն իրենց հոգսերով, մենք այստեղ Տիգրան Մեծի բանաձևին գնանք, ում օգնենք, նա կհաղթի, ում հետ որ լավ լինենք, նա կշահի, Ռուսաստանի համար ասեմ, որ Ռուսաստանի շահերից բխում է լինել Եվրոպայի հետ, ոչ թե Չինաստանի կամ Պակիստանի, դա ասենք, որ իմանան մերոնք, այսինքն Ռուսաստանը ճար չունի, նա պետք է գնա Եվրոպա, այսինքն մենք ռուսները, գերմանացիները, ֆրանսիացիները մի կուլտուրայի, մեր ձեռքերը ազատված են, մենք ավելի համարձակ կարող ենք լինել, մենք ավելի համարձակ պետք է լինենք, ես ասացի, որ զգուշավորությունը ողջունում եմ, պատասխանատու մարդիկ պետք է զգուշավոր լինեն, սխալներ չանեն, չպայթեցնեն մեր երկիրը, բայց ես կասում եմ, որ ավելի համարձակ եղեք, որտեղ դուք շանս ունեք, մենք շանս ունենք, իշխանությունը շանս ունի ավելի համարձակ լինելու, ավելի արժանապատիվ լինելու այդ արևելյան Ադրբեջան, արևմտյան Ադրբեջան բան, այդպիսի խոսակցություններին հարկավոր է կոշտ պատասխանել, դուք մտածեք ձեր Բաքուն պահելու մասին, ոչ թե Զանգեբասարի մասին մի խոսեք, կարծում եմ, որ ճիշտը դիվերսիֆիկացիան է, այսինքն բազմազանությունը տնտեսական հարաբերությունների մեջ, ոչ միայն Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Իրանը դիվերսիֆիկացիայի մասին, բազմաձևության մասին միշտ հայտարարել են Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական բալանսավորվածից բացի նաեւ դիվերսիֆիկացիան։ Այո, այսինքն ես կարծում եմ, որ դա պլյուս դա։ Դուք համարում եք, որ դա արվում է։ Այո, այսինքն դա արվում է, ակնհայտորեն դա արվում է, ու դրանից բացի ես կարծում եմ, որ չարժե խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, երբ որ դա չի բխում մեր շահերից, այսինքն Ռուսաստանը պետք է իմանա հարգալից լինի մեր հետ, օրինակ մի քանի օր առաջ Ռուսաստանը շատ տգեղ բան արեց, մեզ որպես արմյաշկա ներկայացրեց, մեզանից ընտրեց ոչ ամենալավին, օրինակ ես ասում եմ, օրինակ Օգանովին կարող էր ընտրել մեր քիմիկոսին, որպես օրինակելի հայ, որպես նմուշ, ես ասեմ տարեց մենք ֆիզիկոս ունենք Հովանիսյանը,
Մենդելևի Աղուսյակում տարեր է ավելացրել։ Դուք Արա Աբրահամյանի թեման։ Այո, Արա Աբրամյանը Խաչիկյան Միմինո ֆիլմի Խաչիկյաններից մեկն է։ Դա օրինակելի քաղաքացի չի, օրինակելի հայ չի, օրինակելի մտավորական չի։ Ինչու այդպես արեց Պուտինը ձեզ թվում։ Դա վիրավորեց մեզ։ Տգեղ բան արեց։ Այդ դրա համար մենք պետք է նոտամ հղենք, ասենք որ մենք ձեր համար դա չենք, մենք Բաբաջանյանն ու Բաղրամյանն ենք, մենք Արամ Խաչատրյանն ենք։ Մենք ներքին գնահատականն է։ Չի, դրա համար ասում, եթե դուք մեզ այդպես եք Միմինո եք պատկերացնում, տգեղ եւ տգետ, ուրեմն դուք սխալվում եք։ Մենք պետք է դրա համար, ես կարծում եմ, որ պետք է մենք ակցիա անեինք, ասենք որ եթե դուք որպես օրինակելի հայ ընտրել եք այդ մարդին, նշանակում է դուք չեք հասկանում ով է հայը։ Ուրեմն դուք մերժում եք մեր զինվորականներին, ձեր Բերլինը, ձեզ հետ միասին Բերլինը մտած։ Դուք մեր մշակույթն եք արհամարում, մեր գիտնականներին եք արհամարում։ Ես ասում եմ, որ Հայաստանը պետք է անպայման ակցիա աներ։ Համայնքի մասին չեմ խոսում, որ այնտեղ համայնքը պետք է ասել հենց դրան ընտրեցիք, այսինքն մենք ենք դա։ Ես մտածում եմ, որ ինչ որ իմաստով այո, մենք պետք է ոչ ասենք ու Ռուսաստանը պետք է իմանա, որ ինքը կախվածության մեջ է մեզանից, իր արժանապատվությունը, իր ֆունկցիան որպես գերտերություն նաև բխում է Հայաստանի հետ իր հարաբերություններից։ Եթե ինքը մեզ հետ վատ է վարվում, նշանակում է ինքը արժանի չի իր կոչմանը, իր ռեսուրսներին։ Ուրեմն լավ չի պահում իրեն Ռուսաստանը։ Մենք մեզ հարգում ենք։ Հայաստանը այնպես է իրեն դրսևորում աշխարհում, որ համարեն, որ Հայաստանի քաղաքացիները հարգում են իրենց երկիրը։ Հայաստանը իրեն կարողանում է ճիշտ դրսևորել, ճիշտ մատուցել աշխարհին։ Դա էլ գնահատենք եւ արդեն վերջանում է։ Վերջանում է։ Եթերաժամ։ Այդտեղ մենք անելիք շատ ունենք, որովհետեւ մեր մեջից ընտրում են ամենացածրերին, եթերում չի կարելի, չէ, այդպես որոշ բաներ ասել։ Մենք մեր ձևակերպումներ ենք։ Հա, ցածր անարժաններին, մեր մեջից անարժաններին ընտրում են ու ի ցույց են դնում, ասում են, «Էսեք դուք»։ Ես ասում եմ, մենք հարգարժան ժողովուրդ ենք, գնացեք Եռաբորորա։ Այդ իրենց գնահատականն է մեր նկատմամբ։ Իսկ մենք կարողանում ենք ճիշտ։ Մենք հենց որ անում ենք, մեր ինքնագնահատականը պետք է սկսվի անձնազոհությունից։ Եթե ժողովուրդը անձնակազմ ունի, ես ասում եմ 44 օրյա պատերազմը դա ամենալավ բնութագիրն է մեր, մինչև վերջի կաթիլը մեր արյան մենք կռվել ենք այդ իմպերիաների դեմ, ռուսական, պակիստանյան, մահմեդական եւ պրավասլավնի իմպերիայի դեմ, մեր փոքր երկիրը 44 օր կռվել է։ Ես ասում եմ հանրաքվեն եւ այդ ստորագրահավաքը արժանավոր մեր ինքնագնահատականը պետք է սկսվի դրանից։ Գիտենք ինչ է սպառնում մեզ, բայց գնում ստորագրում ենք։ Գիտենք ինչ է սպառնում մեզ ուկրաինական պատերազմը, մենք մասնակցում ենք այդ պատերազմին երկու կողմից էլ։ Դժբախտաբար երկու կողմից մասնակցում ենք։ Մենք գիտենք, բայց մենք նրան ասում ենք ոչ։ Մենք արժանապատվություն ունենք ու ամեն մարդ թող իր համար օրինակ չվերցնի որևէ անարժան մեկին։ Մենք արժանավորներ ունենք, քվորում ունենք արժանապատվության։ Այ ասում եմ 60,000 ստորագրությունը հենց հիմա սեղանին դրված է։